Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող եւ Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացները այսօր մի նշանաբան ունեն դեպի 2026, դեպի համապետական ընտրություններ։ Եկեք հաշվի առնենք, որ բացի ամեն ինչից 2026-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տարածաշրջանում ընտրական ցիկլ են փակելու։ Իրական ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի համար դարձյալ փաստաթղթերի մակարդակով Ադրբեջանն է, որովհետև Ադրբեջանի հետ են համընկնում Ռուսաստանի շահերը եւ այնքան են համընկնում, որ Ռուսաստանը անգամ թեթև սրտով այնպես ձեռքի շարժումով բարի տվեց այս տարածաշրջանում իրեն ամենանվիրված հանրությանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Իսկ ինչքան ժամանակ ունի Դոնալդ Թրամփը? Արդյոք 4 տարի։ Խորքի մեջ ոչ։ Նա չունի 4 տարի, նա ունի առավելագույնի 2 տարի։ Առավելագույնի 2 տարի։ Շատ բարդ է հայ-թուրքական խնդիրը, սակայն մենք եթե պիտի ուզենք այս տարածաշրջանի մեջ աճիլ, առնվազն եթե չունենանք նույնիսկ բարեկամությունը Թուրքիայի հետ, չպետք է ունենանք թշնամությունը։ Սա կարծն է, սա հայերի տներն են, իսկ ուր են հայերը։ Բարև ձեզ արևելքի հարթակով անգեղծ զրույցը այսօր գհյուրընկալ է Անահիտ Աթամյանը, հիշեցնեմ, որ Տիգին Աթամյանը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ է, բարի եկած, մեր առաջին զրույցն է այս ձևաչափով, չնայած ես հետևած եմ ձեր եւ հրապարակախոսության եւ նաեւ տեսաերեզային ելույթներուն Տիգին Աթամյան, ուր կգտնվենք այսօր, քաղաքական իրավիճակը ինչ խմորումներ ու դակ է, վերջին այսպես ցայդուն օրինակը Գյումրիի ընտրություններն էին, որոնք գարձեք, թե ինչ որ ինտիմատիր տաշտի մեջ հույսը այսպես ճագերդով գար, թե պիտի դառնար շարժում, բայց ըստ երևույթին դարձավ անշարժություն։ Ինչ խմորումներ կան այսօր։ Բարև, շնորհակալ եմ հրավերի համար, ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում, տնտեսական դաշտում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող եւ Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացները այսօր մի նշանաբան ունեն դեպի 2026, դեպի համապետական ընտրություններ։ Եկեք հաշվի առնենք, որ բացի ամեն ինչից 2026-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տարածաշրջանում ընտրական ցիկլ են փակելու։ Իրանի արտահերթ ընտրությունները, Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, Ադրբեջանի հավերժական արտահերթ ընտրությունները, որտեղ որևէ իրավիճակ չի փոխում։ Եվ սպասել պետք չէ կարծեմ, չէ՞։ Եվ հուսանք, որ սպասել պետք է, այնուամենայնիվ Թուրքիայի ավարտված ընտրությունները, նաև խոսակցությունները հնարավոր արտահերթի մասին, այս պարագայում Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները փակում են նախորդ ընտրական ցիկլը եւ նոր ընտրական ցիկլի սկիզբ են դառնում։ Այսինքն այն բոլոր գործընթացները, որ պրոյեկտվում են Հայաստանի Հանրապետությունում, ազդելու են այս ընտրությունների վրա։ Արտաքին գործոնը հնարավորինս մեծ է լինելու այս ընտրությունների վրա։ Անդրադառնալով ձեր ասած Գյումրիի ընտրությունները, գիտեք, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Հայաստանի հասարակությունը չափազանց ֆետիշացնում է Գյումրիի ընտրությունները։ Կարիք կա այդ ֆետիշացումին։ Բացարձակապես կարիք չկա։ Բացարձակապես կարիք չկա, որովհետև չի կարելի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին տալ այսպես համաքաղաքական, համերկրային նշանակություն։ Վերջ առաջ Գյումրու քաղաքապետին ձայնն է տվել ընտրողների ընդամենը 20%-ը։ Սա մեկ եւ երկրորդ ընտրությունների գնացել է ընտրողների կեսից պակաս։ Կարևոր ցուցանիշեր են ասում։ Այո, եւ եթե Գյումրիում կա խնդրեմը չընտրողներն են։ Չընտրողները, մարդիկ, որոնք մնում են տանը, ու դա նաև Հայաստանի Հանրապետության համապետական ընտրությունների վրա կարող է այդ պատկերը պրոյեկտվել, նույն պատկերը կարող ենք ունենալ։ Սրանք են խնդիրները։ Սովորաբար ընտրությունների մասին, ընտրությունների դասեր, եթե այսպես բանաձևենք, կենտրոնանում են ով ընտրվեց, ով չընտրվեց։ Այդ վերջին խազը այդ է։ Բայց կա, չէ, կան շատ ավելի խորքային խնդիրներ։ Ասենք օրենսդրական խնդիրներ,
իրավական մարմին։ Օրինակ, ինչպես է լինում, որ տարբեր անհատներ, որոնք այս կամ այն կերպ քաղաքականության մեջ են, բայց թիմ համամասնական ընտրությունների օրենքով չեն կարող ընտրությունների մասնակցել, չունենալով սեփական կուսակցությունը, գնում են կուսակցության կնիկ ու հայտնվում են քաղաքական դաշտում, հայտնվում են ընտրապայքարի մեջ։ Երևանում եղավ, Գյումրիում եղավ։ Հիմա դա օրինական է, իրավական է։ Արդյոք այդ կուսակցական կնիկների արկ-վաճառք վարձակալությունը շատ իրավական ու շատ բարոյական գործընթաց է։ Արդյոք այստեղ օրենսդրական փոփոխության խնդիր չկա։ Հարց է, չէ՞։ Եվ վերջին հաշվով չպիտի փոխվի կուսակցությունների մասին օրենքը այդ բացը լրացնելու համար։ Չպիտի փոխվի կուսակցությունների մասին օրենքը նախընտրական դաշինքները պարզապես արգելելու համար։ Չպիտի փոխվի կուսակցությունների մասին օրենքը առ այն, որ եթե որևէ կուսակցություն երկու անգամ համապետական ընտրությունների չի մասնակցում, այլևս լուծարվում է։ Դե ինչի համար են այդ կուսակցությունները, եթե ընտրություններին չեն մասնակցում։ Հարց է, չէ՞։ Ինչի համար է։ Բայց ունենք այդ բավարար ժամանակ այդ բոլորը համագարկելու եւ ծերս ազների Ես միանգամայն ձեզ հետ համաձայն եմ։ Նախ այդ ժամանակը ունենք, այդ ժամանակը ցանկության քաղաքական կամքի դեպքում։ Եվ երկրորդ, եթե մենք այդ մասին ընդհանրապես չենք էլ խոսում, արդյոք հարց կծագի մենք ժամանակ ունենք, թե չէ։ Մենք անդադ խոսում ենք քաղաքական դաշտում ուժերի չկայացած կուսակցությունների այդ լարի վրա շատերն են նվագում։ Լավ, բայց առաջարկեք, իսկ ինչ անենք, որ այդ լարը այլևս դադարի հնչել։ Ինչը փոխենք։ Ես անում եմ առաջարկներ, ինչը եւ ինչպես փոխենք, եւ ինչու փոխենք։ Դեք Հայաստանի Հանրապետության պես երկրի համար այդ թվով կուսակցությունները շատ մեծ ճոխություն լինելու բացի նաեւ վտանգավոր են, պարզապես վտանգավոր են։ Ճիշտ է, ոչ մեկի գրպանին, ինչ ասեմ, հաց ու ջուր չեն տանում, գրպանին չեն խփում եւ այլն։ Բայց այդ բոլոր կուսակցությունները չունեն գաղափարական տարբերություններ, չունեն այնպիսի լայն, ինչ ասեմ, գաղափարական հենք, որը կարող է առաջ մղել քաղաքական միտքը, որը կարող է նպաստել քաղաքական առաջընթացին, որը կարող է նպաստել քաղաքական մրցակցությանը, որը ընդհանրապես որևէ նպատակ ունի։ Ինչի համար են այդ պարագայում այդ կուսակցությունները։ Ինքնարտահայտման, սեփական անձի պանծացման, քավլիցի ասպարեզը լայն է։ Ինքան բնագավառներ կան, ոլորտներ կան, որտեղ կարող են այդ մարդիկ հաջողության հասնել։ Աշխատանքի հարց լուծել, ինչ ասեմ, ֆինանսական տարբեր հարցեր, որոնք մարդու առաջ ծագում են։ Բայց չի դա կուսակցականացնել։ Չի կուսակցությունը վերածել ինչ-որ հարց լուծելու, կուսակցությունը գաղափարի համար է։ Ցավոք, բայց այսօր գա այդ մթնոլորտը Ադամյան մեր երկրի մեջ ոչ ոք գաղափարի հանուն ընդհանրապես ուր է գաղափարը, եթե այսպես ցեվագերբենք։ Ինչ է եւ ինչ է գաղափարը, եթե փորձենք մարմին տալ մեր թիդողին ներկայացնելու համար, որ գաղափարը այս է եւ ինչպես կրնանք հрамցնել այդ գաղափարը մեր համակարգացիներում։ Ինչպես կնկարագրեք դուք։ Ես կարծում եմ, որ ամենայն դեպս Հանրապետություն կուսակցությունը իր ստեղծման նորից դա արել է։ Վստահաբար։ Մենք այն կուսակցությունն ենք, որ երբևէ իր սկզբունքներին, իր գաղափարներին չի դավաճանել։ Երբևէ։ Նույնիսկ տարբեր ժամանակներում, տարբեր տասնամյակներում, տարբեր իշխանությունների օրոք հայտնվելով բանտերում, տարբեր հալածանքների ենթարկվելով, գրասենյակներ ավերվելով, ծեծուջարդով եւ այլն։ Բայց մենք մնացել ենք այն ինչ կանք։ Այդ դա գաղափար է։ Իսկ Հայաստանի Հանրության համար ինչքանով դուք հասանելի եք կամ այդ գաբը օրգանիկ է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ծեր միջև կա այդ փոխկապվածությունը, այսինքն այս գուսակցության մեջ Հայաստանի Հանրապետության սովորական միջին խավի քաղաքացին ծեր ընկալումները հարկելով ինչքանով պատրաստ է տոշ տալ սենք բայկարիլ այդ քաղաքարներուն համար։ Ես կարծում եմ, որ հասցեատերը այնքան էլ ես չեմ, ասեմ ինչու։
Գիտեք, մեր կուսակցությունն այն կուսակցությունն էր, որ իր հիմնադիր համագումարում 2001-ին ասել է, որ Հայաստանը պետք է իր պորտալները կտրի Ռուսաստանից։ Այն ժամանակ դա հնչում էր որպես բարբարոսություն, ոնց թե պորտալները կտրի Ռուսաստանից։ Հիմա եկեք համադրենք այն ժամանակը եւ մեր ժամանակները։ Ովքեր են հիմա ինչքան թվական տվյալներով, որակական, քանակական ովքեր են հիմա ասում, որ պետք է Ռուսաստանից հեռանալ եւ ինչպես են դա հիմնավորում։ Ես դա ասում եմ, որպեսզի դուք ստանաք ձեր հարցի պատասխանը։ Գիտեք, իրավիճակները փոխվում են։ Եվ հասունանում է հասարակությունը, եւ ժամանակն է բերում նոր լուծումներ։ Եվ ես կարծում եմ, որ Հանրապետություն կուսակցության այն ժամանակ արտահայտած գաղափարները, որոնք կարող էին որքան էլ ճշգրիտ, ճշմարիտ, կենսական լինեին, կարող էին օտարոտի հնչել, 2020-ից, 2023-ից հետո արդեն դառնում են համայն ազգի սեփականությունը, բոլոր մտածող մարդկանց սեփականությունը։ Ավելացնում է դա մեր կուսակցական կապիտալը, թե ոչ։ Բնականաբար ավելացնում է։ Որովհետև մենք բարբերաբար բարձրացրել ենք ազգային անվտանգության խնդիր։ Ազգային անվտանգության խնդիր։ Եվ ասել ենք, որ ազգային անվտանգությունը միայն բանակը չի, համակարգ է։ Եվ այդ համակարգի բաղադրիչները շատ տարբեր են։ Այդ համակարգի բաղադրիչներից առաջինը բնականաբար Հայաստանի Հանրապետության ազգային բանակն է, բայց միայն Հայաստանի Հանրապետության ազգային բանակը չի կարող հարցը լուծել ամբողջովին։ Ընդհանրապես որևէ պետության միայն բանակ չի կարող իր անվտանգությունը ապահովել այս տուրբուլենտ աշխարհում։ Մենք ասում ենք, որ ամենակարևորը այստեղ դառնում է նաև կրթությունը, էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտանգությունը, ժողովրդագրական անվտանգությունը եւ հարցերի հարցը ամենակարևորը առանցքը տնտեսությունը։ Եթե մենք ուզում ենք ունենալ զարգացող երկիր, մենք պիտի ունենանք զարգացող տնտեսություն։ Եթե ուզում ենք բանակ պահել, պիտի ունենանք զարգացող տնտեսություն։ Լուծում ենք մենք այս հարցերը, լուծում ենք ազգային անվտանգության խնդիրը։ Մենք ներկայացնում ենք նաև մեխանիզմները, որտեղ ինչ անել, ինչպես լուծել, ինչ արտադրել, ինչ ծավալներով արտադրել, որ երկրների հետ ինչ համաձայնագրեր կնքել։ Այդ ամեն ինչը մենք մանրամասն ներկայացնում ենք։ Ընկալում է դա ձեր ասած միջին վիճակագրական հայը, միջին խավը, չգիտեմ, էլ որ մասը հասարակության։ Ես կարծում եմ, որ ընկալում է։ Ամենայն դեպս, եթե չի էլ ընկալում, եթե պատրաստ չի դեռ դա ընկալելու, ես կարծում եմ, որ զարգացումները բերելու են նրան, որ այո ընկալելու է, որովհետև հասարակությունը հիմա բավականին Հայաստանի Հանրապետությունում բևեռացված է։ Ցավոք այդ սևերի սպիտակների բաժանումը ոչ թե ժամանակի հետ համահարտվում է ի համերաշխություն է գնում դեպի, այլ հակառակը ի վնաս է գնում, ավելի է խորանում։ Մենք բնականաբար կողմնակից ենք միասնության ու համերաշխության, բայց միասնությունն ու համերաշխությունը այդպես օդից ընկած օդապարուկներ չեն։ Մարդիկ պիտի իրենց գիտակցական մակարդակով, մարդիկ պիտի իրենց փորձով, անհրաժեշտությունից դրդված գան այդ միասնությանը, այդ համերաշխությանը։ Դրանք ասում եմ օդապարուկ չեն, հենց այնպես սին գաղափարներ չեն։ Եվ եթե արդեն անդրադառնանք գաղափարներին, ինչ գաղափար այսօր կարող է Հայաստանի Հանրապետության հանրությանը միավորել։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին դա պետք է լինի անվտանգության գաղափարը, բայց անվտանգությունից էլ առաջ կա մի գաղափար, որը ընդհանրապես անսակարգ է, անկորնչելի է, որը բացարձակապես ենթակա չէ որևէ քննարկման, դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է։ Միմիայն այդ գաղափարի շուրջ մենք այսօր պետք է համախմբվենք ինքնիշխանության ապահովման, խորացման, ինքնիշխանության հնարավորինս խորքով ընկալման, որտեղ մենք շատ հաճախ տարբեր հասկացությունները նույնն են, բայց բացատրությունները այդ հասկացությունների, ընկալումները այդ հասկացությունների չափազանց տարբեր են։ Մենք պիտի նույնականացնենք։ Մենք ինքներս մեզ հետ պիտի նույնականանանք։
Դա է մեր խնդիրը։ Գաղափար եք ուզում, խնդրեմ ինքնիշխանությունը, գաղափար եք ուզում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը, գաղափար եք ուզում արտաքին տնտեսական անկախությունը, տնտեսական անկախությունը, գաղափար եք ուզում տնտեսության դիվերսիֆիկացիան, գաղափարները օդից չեն ընկնում, գաղափարները պետք չի կտրել նաև հողից, գաղափարը պետք է լինի շատ կենսական, որպեսզի արտահայտվի մարդու կենսամակարդակի վրա, որպեսզի արտահայտվի ինչու ոչ նրա գրպանի վրա, որպեսզի բխի նրա հոգուց եւ անդրադառնա նրա կյանքի վրա, որպեսզի մարդը այլևս չունենա անարդարության զգացում, որպեսզի մարդը հասկանա, որ իր հայրենիքում չի հանդիպելու անարդարության, ամեն ինչ արդար է լինելու, ճիշտ է լինելու, որպեսզի իր երեխաների համար չունենա տագնապի զգացողություն։ Ես ասում եմ, գաղափարները չեն կարող ապրիորի լինել։ Մենք շատ հաճախ այդ գաղափարներին փորձում ենք վերագրել ինչ-որ սակրալ, վերերկրային նշանակություն, ինչ գաղափար է, որ անկախություն, ասացեք խնդրեմ, էլի, անկախությունը ինչ գաղափար չէ։ Այո, մեծագույն գաղափարը հենց անկախությունն է։ Մեծագույն գաղափարը մարդու ապահով, պաշտպանված եւ բարգավաճ ապրելու իրավունքն է։ Ի վերջո դա նաեւ մեր սահմանադրության մեջ է, չէ՞, արձանագրված։ Ամենայն դեպս Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ պետությունն ու իր քաղաքացիները միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ ու իրավունքներ։ Շատ հեռու ոչ չգնանք։ Այս բոլորը շատ ըմբռնելի եւ հասկանալի են իմ համար, բայց գիտեք, մեր երկիրը նաեւ քաղաքական գործընթացներուն վերաբերյալ ցավոք սրտի տրենդով ապրող երկիր մնա։ Մենք դակավին գտնվենք 2018-ի խանդավառության, յուտոպիկ խանդավառության դարբեր շերտերուն եւ հասկացություններուն մեջ այն իմաստով, որ եթե այսօր մենք վաղը ընդրություններ ունենանք, դակավին մեր արժե պիտի հայտնվի այն բլոկը, բացարձակ բլոկը, որ կհավատա եւ կքվեարկե Նիկոլ Փաշինյանին։ Սա իրականություն է, մենք ընդունենք կամ հերքենք, կամ նույնիսկ եթե դխրինք, իրականությունը լալը չդատրիր։ Այս հարցը գուտամ նաև նշելով, որ դուք որպես կուսակցություն գործակիցներ եք այսօրվա իշխանություններուն հետ, ինչ որ առումներով, ինչ որ դարբեր գդրվածքներով, եւ դուք շատ գդրական դրած եք Ռուսաստանի բորդալարը բարերը ծերնեն գդրելու այդ առաջնահերթությունը, ինչպես կրնակ մեկնաբանել ներգա իշխանություններուն այսպես թարցը դեպի Մոսկվա, եթե այդպես քիչ ծայրահեղ թողի տվի, բայց այդպիսի նախանշաններ կան, առնվազն այն վիճակի մեջ չենք, որ պարոն Փաշինյանը ելավ եւ հայտարարեց այդ հայտնի լայվը անկախության պայքար, այդպիսի թրույթով եւ այդ օրերուն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի վատ տարածած վիճակի մեջ էին, ինչը այսօր չեն եւ ըստ երևույթին սարսահալ մգա գուցե նաեւ այդ մասին կխոսենք պայմանավորված Միացյալ Նահանգներ Ռուսաստան նոր խոստացված մեղրալուսնի հետ դուք այս բոլորի մեջ որպես կուսակցական անդամ կամ այդ գաղափարը, որում մասին երկար նկարագրական հրիկ որուն համար շատ շնորհակալ եմ, ինչպես կմեկնաբանեք։ Պարոն Արայան, դուք այնպեսի տարողունակ հարց տվեցիք, հիմա ես չգիտեմ, որ ծայրից սկսեմ։ Մասնադենք։ Փաշինյանի այցը Մոսկվա։ Սկսենք նրանից, որ առայն որ Հայաստանը պետք է իր պորտալարը կտրի Ռուսաստանից։ Դակավին այդ կարծիքին եք։ Ասել է Հանրապետության կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ մենք տակավին այդ կարծիքին ենք։ Եվ ես կարծում եմ, որ այդ կարծիքին այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության նվազագույնը 58%-ն է սոցիոլոգիական հարցումներով։ 8 սոցիոլոգիական հարցումներով։ Ամենայն դեպս 60,000 եւ ավելի քաղաքացի էլ դա գործնականում հաստատել են։ Այո։ Հաստատել են ընդամենը 1 ամսում եւ վստահ եղեք, որ եթե 1 ամսում 60,000 անհրաժեշտորագրությունը, 50,000 անհրաժեշտորագրությունը չհավաքվեր ու շարունակվեր, մենք 300,000 ունենայինք հասնելու, դա արդեն ցուցանիշ է եւ այդ ցուցանիշի մասին ինքը
վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսել կառավարության նիստում։ Սա այդ մասով։ Point final կսեն ֆրանսերենով, վերջագետ։ Սելավի։ Նորդո, այո։ Սելավի։ Այո։ Ինչպես կասեն ֆրանսիացիները, անցնենք հարցի մյուս կողմին։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Գիտեք, ես կարծում եմ, որ 2018-ից հետո սկսած էյֆորիան թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվել 2020-ին բավականին այսպես ցնցվեցավ, բավականին ֆիասկո ապրեց։ Եվ այդ ֆիասկոյի թերևս արտահայտությունն էին 2021-ի արտահերտ ընտրություններում դարձյալ գնալ ու ԿՊ-ին ձայն տալը, որտեղ մարդիկ չէին գնում պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ գնում էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությունը լինի, որը առ այսօր չկա, եկեք դա էլ ֆիքսենք, եւ մարդիկ գնում էին, դեմ էին քվեարկում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, հատկապես։ Դա ընտրություն չէր, հանուն։ Այո, Հայաստանի Հանրապետության, դա ընդդեմ էր։ Հիմա ամբողջ խնդիրը 2026-ին մենք էլի գնալու ենք այդ տարբերակով ընտրության։ Գետնի վրա այդ է։ Ոչ, դուք սխալվում եք, դա չի։ Հույսով եմ, որ սխալվեմ։ Փոխվել է, աշխարհակարգը փոխվել է։ Հայաստանի Հանրապետության ներսում են բազում փոփոխություններ եղել։ Այ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որ 2020-ի պատերազմը տեսավ, եւ տեսավ այդ պատերազմում իրեն ինչպես պահեց Ռուսաստանը։ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որ համոզվեց, եթե չլիներ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախնական համաձայնությունը, Իլհամ Ալիևը երբևէ չէր հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա։ Եթե չլիներ Հայաստան, եթե չլիներ Ռուսաստան, Թուրքիա, կանաչ լույսը, Ադրբեջան, ինչու ոչ նաև Պակիստան, այդ կոալիցիան մեղմ ասած Եվ Իրանի չեզոքթիրքը Եվ Իրանի ամենաթողությունը համակ այսպես ասած համակ ներողամտությունը գիտեք շատ հաճախ ես շնորհակալ եմ որ դուք Իրանի ես չէի ուզում Իրանի մասին խոսել բայց շնորհակալ եմ որ ասցեք Դե չպետք է վախնանք այս բաները Ես չեմ վախենում եւ շատ հաճախ եմ այդ մասին խոսում Ես վստահ եմ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում չնայած փոփոխված իշխանություններին իրենք իրենց 20 թվականի քաղաքականությունից գոհ չեն։ Որովհետև են դարակազմիկ հայտարարությունները, որ օրը մեկնիչում էր պատերազմի ժամանակ Իրանից, Արաքչի այցը Այո, բարձրապես թոզ բչել գսեք, ոչինչ էր նշանակում։ Ոչինչ էր նշանակում։ Եվ ողջունել հաջորդ օրը Ադրբեջանի հողային։ Եվ ինչ ստացավ Իրանը։ Ինչ ստացավ Իրանը արդյունքում իր նաև իր վարած քաղաքականությամբ լքեց իր տաշնագիցները մերձավոր արևելքի մեջ անգամ վերադառնանք Ռուսաստան ես կարծում եմ որ Ռուսաստանը վաղուց արդեն ապացուցել է որ Հայաստանի Հանրապետությունը սոսկ նոմինալ պարզապես փաստաթղթերի մակարդակով է իր ռազմավարական դաշնակից է իրական ռազմավարական դաշնակից է Ռուսաստանի համար դարձյալ փաստաթղթերի մակարդակով դարձյալ փաստաթղթերի արդեն փաստաթղթավորված Ադրբեջանն է որովհետև Ադրբեջանի հետ են համընկնում Ռուսաստանի շահերը եւ այնքան են համընկնում որ Ռուսաստանը անգամ թեթև սրտով այնպես ձեռքի շարժումով վարի տվեց այս տարածաշրջանում իրեն ամենանվիրված ամենաշատ իրենց խոսքով նստող վեր կացող հանրությանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը անգամ այդ վարի տվեց նպաստեց Արցախի գործնականում ոչնչացմանը իբրև պետություն հաշվի առնենք այդ փաստերը եւ այդ փաստերից հետո եթե Հայաստանի Հանրապետությունում գտնվում են մարդիկ որոնք հույսեր են կապում հույսեր որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ես նրանց ասում եմ ոչ, վտանգի երաշխավորն է։ Եթե ասում են որ Ռուսաստանի Դաշնությունը նպաստելու է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը, ես պարզապես հիշեցնում եմ գույք պարտքի դիմաց ծրագրից առ այսօր Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունում որևէ ներդրում որպես այդպեսին չի արել, եթե դա չի բխել իր շահերից։ Ռուսաստանի Դաշնությունը մոնոպոլացրել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տնտեսությունը, էներգետիկ անվտանգությունը,
եւ կանխել է Հայաստանի Հանրապետությունում որևէ զարգացում։ Դեք Ռուսաստանում շատ հաճախ հայտարարում էին, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց ֆորպոստն է։ Սուտ է, որովհետեւ եթե դա քո ֆորպոստն է, դու քո ֆորպոստը պահում ես, զարգացնում ես, հզորացնում ես քո պաշտպանության համար։ Ռուսաստանը իր ֆորպոստը, մեղմ ասած, ճակերտներում ֆորպոստը ոչ թե պահեց, այլ ավերեց։ Հիմա այդքանից հետո մենք էլի մտածենք, էլի հույսեր կապենք, որ ինչ ստանանք, որ ստանանք Լավրովի հայտարարությունը 3-4 կիլոմետր այս կողմ, 3-4 կիլոմետր այն կողմ, ինչ է փոխվելու, մենք չգիտենք, որոնք են Հայաստանի Հանրապետության սահմանները։ Մեզ այդ հայտարարությունն է պետք։ Այն հայտարարությունը, որ հնչեցնում է Ռուսաստանի արդեն պաշտպանության նախկին նախարարը, Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, ինչ փայլուն օպերացիա իրականացրինք Արցախում, դա է մեզ պետք։ Եթե դա ոմանց սրտի համար, ինչ ասեմ, մանանա է, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության սրտի համար դա ցավ է, ցավ, իրապես ցավ, հայրենիք կորցնելու ցավ, այդքան զոհերի ցավ, հեռանկարի ցավ, ի վերջո խաբվածության ցավ, պատրանքների խորտակման ցավ։ Հիմա մենք ինչ պիտի անենք, պիտի նստենք ու այսպես ողբանք ասենք, դե մենք պարտվել ենք, թույլ ենք, խեղճենք, ինչ անենք, դե չի ստացվել, հայ բախտ։ Այդ պիտի անենք։ Ես կարծում եմ, որ ոչ, դրա ժամանակները սպառվել են։ Բոլոր այն քաղաքական գործիչների ժամանակը, որոնք այդ շրջանակում փորձում են խցկել ժողովրդին, հանրությանը, այդ քաղաքական գործիչների ժամանակն էլ է սպառվել։ Հիմա այն մարդկանց ժամանակն է, որոնք առաջ են գնում, որոնք ասում են այսօր այս ես անում, որ վաղը այս ունենաս, որոնք ասում են դու շատ կարևոր քո ձայնը, շատ կարևոր է այս պետության համար, շատ կարևոր է, դու ես այս պետության ճակատագիրը որոշում քո ընտրությամբ, եւ Հայաստանի Հանրապետությունը պարտված, թուլացած Հայաստանի Հանրապետությունը պարտված ու թուլացած հավերժ չի մնալու։ Վերականգնելու է դիրքերը, վերականգնելու է կորցրածը ու առաջ է գնալու։ Ունեցել էինք, չէ՞, այդ ժամանակը, ունեինք այդ ժամանակը։ Իսկ ով ասեց, որ էլ չենք ունենալու։ Ունենալու ենք, եթե խելք ունենանք, եթե կամք ունենանք, եթե խելքը կամքը համադրենք։ 2026-ին ուզում եմ նաև փարատեմ ձեր, ինչ ասեմ, տագնապ Թերևս ավելի շատ տագնապ բառը կպատշաճի, տագնապը փարատեմ։ Կա այդ երրորդ ուժը, լինելու է այդ երրորդ ուժը եւ այդ երրորդ ուժը վճռորոշ է լինելու, որովհետեւ հանրությունը իր մեծամասնության մեջ նաեւ նրանք, որ չեն գնում ընտրության, հոգնել են այդ սև ու սպիտակի գզվրտոցից, հոգնել են միմյանց մեջ գզվրտոցից, մարդկանց անվերջ տալիս են զվարճանք, եթե հիշենք կեսարների ժամանակի բանաձևը հաց եւ զվարճանք, մարդկանց տալիս են զվարճանք ու չեն տալիս հաց։ Մենք հացն ենք առաջարկում, հացը։ Պիտի ընտրեն թե ոչ։ Այս բոլորին ներքո ցեզի մտահոգություն կբաժարեն Միացյալ Նահանգներու գեցվածներու վերաշարադրումը գաբված Ռուսաստանի գարձես Դոնալդ Թրամփի համար Ռուսաստանը ոչինչ չի երած վատ Ուկրաինայում մեջ։ Անդրադառնանք Մեղրամիսին, շնորհակալ եմ, որ հիշեցրեք։ Անդրադառնանք Մեղրամիսի, ես չեմ կարծում, որ իրականում Մեղրամիս կա։ Կա, չկա։ Չէ, կա պրագմատիկ մերկանտիլ շա։ Գիտեք, Դոնալդ Թրամփի այնուամենայնիվ Ռուսաստանի բիզնեսն է խոսում։ Ոչ միայն բիզնեսը, ես չեմ ասի, թե շատ եմ մտածել այդ թեմայով, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը փորձելով ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորինս արագ, ինչպես խոստացվել էր մեկ օրում ավարտել, այնուամենայնիվ ռազմավարական սխալ արեց։ Նա փորձեց ճնշել ոչ թե Ռուսաստանին, այլ ճնշելով Ուկրաինային, հիշում եք Զելենսկուն նույնիսկ բռնապետ էր անվանում։ Ինչ պայմաններ էր դնում Ուկրաինայի առաջ։ Նա փորձեց այդ պայմանների դարակաշարը հրամցնել ցարին
հրամցնել Պուտինին ու ասել տես ինչքան բան եմ քեզ տալիս արի բանակցի։ Բայց Դոնալդ Թրամփը չընկալեց կամ չզգաց կամ իրեն չհուշեցին, որ ցարին դրանով չես խափի։ Ցարին դրանով չես հրապուրի, կգա, կհամաձայնվի քո բոլոր ասածների հետ մի բան էլ ավել կասի, բայց չի անի։ Բայց չի անի։ Ինչպես Զատկի հրադադարը չարեց։ 3 Ֆրանսիան այդ առումով այո, չի անի։ Գիտեք ինչի չի անի։ Ես խորապես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը թքած ունի Ղրիմի վրա էլ, Դոնբասի վրա էլ, Լուգանսկի վրա էլ։ Ինչ է ուզվածը, ուրեմն։ Նրա ուզածը պարզապես սեփական խամաճիկ կառավարությունն է Ուկրաինայում։ Կիևի մեջ։ Որպեսզի Ուկրաինան չունենա անկախություն։ Նրա ուզածը Բելարուսի տարբերակով Ուկրաինա ունենալն է։ Դա է նրա ուզածը։ Գլա այդ փապակը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, ավելին, կգա ժամանակ Բելարուսն էլ կկորցնի։ Չի կարող դա լինել։ Չի կարող դա լինել։ Ես վստահ եմ դրանում։ Ես դրանում խորապես վստահ եմ։ Եվ ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփի առևտուրը Դոնալդ Թրամփի քաղաքականությունը գործարքով փոխարինելու այդ նոր քաղաքականությունը, այսպես ասենք, նոր տրենդը երկար ժամանակ չի ձգելու։ Տեսեք, արդեն Չինաստանի մաքսատուրքերից էլ հրաժարվեց։ Այսքան բարձր մաքսատուրքեր եւ այլ եւ այլ։ Վճռական չէ իր մոդեցումներում մեջ ալ վճռական չէ եւ այդ մեկը ինչպես ասիկ պրագմատիզմին գրնանք վերականգնել։ Ես կարծում եմ, ստանալ ինչ որ գրնա եւ հրաժարիլ։ Ես կարծում եմ, որ ինքը ոչ թե վճռական չէ։ Ամենայնպես եթե ինքը ձեզ լսեր հիմա, որ ասում եք ես վճռական չէ։ Հաստատ ձեզ հետ չէր համաձայնվի, միանշանակ։ Ինքը պարզապես փորձում է նույնը կատարվեց նաև ԱՄՆ-Իրան հարաբերություններում։ Սկզբից ներկայացնում է մտրակը, այս կանեմ, մաքսատուրքեր, պատերազմի սպառնալիք, գնա գալիս եմ, հետո ասում է լավ, արի բանակցենք, արի առևտուր անենք, արի տեսնենք դու ինձ ինչ կտաս։ Արի նստենք խոսենք։ Այո, արի նստենք խոսենք։ Եվ այդ ընթացքն է։ Ու մեկ էլ տեսար նստեցինք խոսեցինք, ես քեզ ավելի շատ բան տվեցի, քան դու ինձ։ Եկեք հաշվի առնենք նաև մեկ այլ պրագմատիկ փաստ։ Իսկ ինչքան ժամանակ ունի Դոնալդ Թրամփը։ Արդյոք 4 տարի։ Խորքի մեջ ոչ։ Ոչ։ Նա չունի 4 տարի, նա ունի առավելագույնը 2 տարի։ Առավելագույնը 2 տարի։ Ու այդ 2 տարուց հետո հաստատ չի կարողանալու։ Ուրիշ տեսակի Թրամփ պիտի տեսնենք մենք։ Այո, եթե չսկսեն իմպիչմենտի գործընթաց, ինչպես եղավ նախորդ քառամյակում։ Եկեք հիշենք նաև, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի դեմ ինչ շարժումներ են արդեն ծավալվում։ Խորքային, շատ խորքային բողոքի շարժումներ։ Ու նաև համադրենք, արդյոք իրավացի է Դոնալդ Թրամփը կամ Իլոն Մասկը, որ պետդեպարտամենտն են ինչ ասեմ, պետդեպարտամենտի հաստիկներն են կրճատում։ Պետդեպարտամենտի։ Ալ ինչ խոսինք, հա։ Եվ այնուամենայնիվ, ես ուզում եմ, մենք հասկանանք, որ Դոնալդ Թրամփը աշխարհի համար, չասենք Ամերիկայի, աշխարհի համար անհրաժեշտություն էր։ Խոր, արմատական անհրաժեշտություն։ Որպեսի Կարծում եք ասածից մեջ պարադոքս կա։ Չէ, ուզում եմ լսեմ։ Որովհետև Դոնալդ Թրամփը եկավ ու դարձավ տրիգեր։ Եկավ ու դարձավ տրիգեր արագացնելու այն բոլոր գործընթացները, որոնք սկսվել էին ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոչ միայն Եվրոպայում, ոչ միայն Արևելքում, այլև ամբողջ աշխարհում, բայց աշխարհը մի տեսակ սպասման մեջ էր։ Ուղղակի սպասման մեջ էր։ Այդ բոլոր գործընթացները սկսեց գլխապտույտ արագությամբ զարգանալ։ Դուք կպատկերացնեիք, որ Եվրոպան սեփական անվտանգային համակարգ սկսի կառուցել, որ Եվրոպան միլիարդներ հատկացնի անվտանգությանը, որ Եվրոպան գնա ՆԱՏՕ պլյուսին։ Դուք կպատկերացնեիք, որ Մեծ Բրիտանիան հիմա շատ ավելի ակտիվ կհամագործակցի Եվրամիության հետ, քան եղել է այն տարիներին, երբ Եվրամիության անդամ էր։ Փոփոխություններ են նաև մտածողության մեջ։ Դոնալդ Թրամփը եկավ եւ այդ նույն Եվրոպային ասաց, ոչ միայն անվտանգության խնդիրները լուծիր,
այլև ազգային պետությունների խնդիրները առաջ քաշեց։ Գիտեք, Դոնալդ Թրամփը դառնում է մի տեսակ ազգայնականության խթանման, ազգայնականության արթնացման, ազգայնականության մղման գործիք։ Հիշենք Գերմանիայում ոնց էին AfD-ին փորձում իշխանության բերել։ Այո։ Դրական է սա թե բացասական։ Իշխանության առումով բացասական թերևս, բայց մտածողության առումով այո։ Եվրոպան թերևս շատ էլ գլոբալացվել։ Եվրոպային պետք է վերադառնալ, Եվրոպային պետք է վերադառնալ ինքն իր արմատներին, ինքն իր գիտակցական նույնականացմանը։ Ֆրանսիացին պիտի իրեն զգա ֆրանսիացի, հետո նոր աշխարհակաղակացի։ Իտալացին պիտի զգա իրեն Հռոմի, Սենատի, կայսրերի ժառանգորդը, հետո նոր աշխարհակաղակացի։ Սա անհրաժեշտություն է աշխարհի համար, թե ոչ։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն է։ Ինքնության հարցերը միշտ են եղել, միշտ են եղել։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, կարծում եմ դուք այդ շատ լավ գիտեք, 1914 թվականին Վահան Տերյանը ինչ էր գրում հայ գրականության գալիք օրը հոդվածում։ Կան ժամանակներ, երբ պիտի վերագնահատես քո ոչ միայն անցյալը, այլև ներկան, այլև ապագան։ Ինչ էր ասում Եղիշե Չարենցը։ Անդադ պիտի պատասխանես, որտեղից ենք եկել, ով ենք մենք, որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում հարցին։ Դոնալդ Թրամփը ընդամենը արագացրեց այս հարցերի լուծումները։ Ու ես կարծում եմ, որ աշխարհը դրա համար նրան պիտի շնորհակալ լինի։ Դոնալդ Թրամփը արագացրեց նաեւ այն խնդիրները, որոնք դրված են խաղաղություն թե պատերազմով կոնֆլիկտները հարթելու հիմքում։ Եվ վերջապես ամենայն ինչ ասեմ, ինձ համար գոնե շատ կարևոր ասպեկտը Դոնալդ Թրամփը հասկացրեց քրիստոնեության կարևորությունը, քրիստոնեության, ոչ թե կրոնի, այլ կոնկրետ քրիստոնեական արժեքներին վերադարձի կարևորությունը, քրիստոնեության, ճիշտ եք ասում, շնորհակալություն իբրև քաղաքակրթություն, իբրև աշխարհընկալում։ Հիմա շնորհակալություն ունենք շիկայերին։ Լավ, ասիկ վերջին հարցը մեր հավերժական խնդիրը Թուրքիայի հետ այն իմաստով, որ մենք նաև գտեսնենք Թուրքիան շատ մեծ տարածություն ունի Կովկասի մեջ ավելի հստակ թերագադարում ունենալու, բայց ըստ երևույթին գզկուշանա եւ ամեն ինչ հատկապես Հայաստանի բադոհանեն դիտված գվերակրե, այսպես կներկայացնե հայ-ադրբեջանական ավազան եւ ինքը գարձես պատրաստ չէ այդ թերագադարումը ստանցնելու հետ ասենք ռուսաստանյան այս անգումին, եթե այդպես պատկերավոր ներկայացնենք։ Այդ բոլորի մասին ինչ կմտածե Անահիտ Աթամյանը, հատկապես որ թրքական բադուհանին նայելով կա վարգած, որ հագաթրքականությունը մեր մեջ միշտ հրահրված է Ռուսաստանեն եւ շատ բարդ է հայ թրքական խնդիրը, սակայն մենք եթե պիտի ուզենք այս տարածաշրջանի մեջ աճիլ, առնվազն եթե չունենանք նույնիսկ բարեկամությունը Թուրքիայի հետ, չպետք է ունենանք թշնամությունը։ Այդուք հարցը տալիս եք, ես չգիտեմ ինչի հիշեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փաղմուկի վեպը։ Ձյունը։ Եվ հիշեցի այդ վեպի մի շատ ինձ համար սառը դողերացքի մատնող նախադասություն, սա կարսն է, սա հայերի տներն են, իսկ ուր են հայերը։ Ծնցիչ։ Գիտեք, այդ նախադասությունը ենթագիտակցական մակարդակով բոլորիս մեջ նստած է։ Այո։ Ով ինչ կհայտարարի, չի հայտարարի պատմական, իրական, անիրական Հայաստանների մասին, այդ նախադասությունը մեր մեջ նստած է, բոլորիս մեջ, ու մնալու է նստած։ Աշկնույս առաջ արարատն է։ Բայց արդյոք դա նշանակում է, որ այսօրվա թուրքը մեր թշնամին է։ Այն թուրքը, որի պապերը մեզ մորթել են։ Այո։ Ցեղասպանել։ Այո։ Ես կարծում եմ, որ ոչ։ Հիմա պիտի գրոհեն։ Ես այդ գրողներին շատ այսպես բուռն գրողներին, շատ վայրենի գրողներին արժանացել եմ դեռ անցած դարում,
Երբ Հայաստանի Հանրապետության շարք էի վարում, եւ այնտեղ ընդամենը մի նախադասություն էի գրել. Եթե 1915-ին յուրաքանչյուր հայ ինքը իրեն փրկեր, ցեղասպանություն չէր լար։ Եվ այդ նախադասությունից հետո ես դարձա մեր օրերի Իտալիաթը թուրք, չգիտեմ, թրքաբաշտ, ամեն ինչ այդ ուրեմն ապրած եք այդ ես չեմ վախենում այդ գաղափարը նորից արծարծելու, չեմ վախենում, գիտեք, ես ուզում եմ հարց տալ, եթե հանկարծ Թուրքիայի որևէ նախագահ ասի սխալ եմ արել, ներողություն եմ խնդրում, ինչ ենք անելու, ասելու ենք դու մեր եղբայրն ես, հա? Ասելու ենք լավ, որ ներողություն խնդրեցին ներում ենք, ազգովին հետ ասելու ենք, կամ լավ, գնանք երկրորդ անհավանական տարբերակին, ձեր հողերն են, ձեր պատմական հողերն են, եկեք ապրեք, ինչ ենք անելու, ով է գնալու ապրել, լոսի հայերը, թե վարձակալության ենք տալու քրդերին, հարցը չէ, միանշանակ, գերագույն հարց, Եվ մեծ հարված գլա մեր ինքնության 2015 թվականին ես շատ լավ հիշում եմ ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների այդ կուլմինացիան Ծիծեռնակաբերդում աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների այդ շարքը եւ ելույթը այդ պահին նախագահի, որը իլուր աշխարհի, իլուր համայն հայերի հայտարարեց, որ նախապատրաստվում է ցեղասպանության փոխհատուցման թղթածրարը։ Լավ ուր է թղթածրարը։ Եվ հրճակագիր, չմոռնանք։ Հրճակագիր։ Այո, ուր են։ Լավ հասկացանք, հիշում եմ եւ պահանջում եմ։ Հասկացանք, ինչ եմ պահանջում։ Փող։ Ինչ եմ պահանջում։ Եվ ով եմ ես, որ իմ պահանջը կատարեմ։ Շատ խոր ցավով եմ ասում, ինչ որ ասում եմ։ Շատ խոր ցավով։ Որովհետև ես հիմա գիշերները ավելի շատ վանածովն եմ տեսնում, քան միջերկրականը, որտեղ մի 1000 անգամ եղել եմ։ Որովհետև ինձ համար վանածովը աշխարհի ծովերի ծովն է։ Շատ խոր ցավով եմ ասում։ Բայց եկեք փաստերին նայենք բաց աչքերով։ Իսկ մենք այսօր Իվիճակի ենք այդ բոլոր հարցերի տակից դուրս գալ։ Սոսկ թվականակով։ Այսինքն միան հրճակագիրներով չէ։ Այո։ Գեղեցիկ բարերով խոսք է։ Եկեք բոլորով մի 1000 անգամ վառենք Թուրքիայի դրոշը։ Ինչ է փոխվելու։ Ինչքան կարելի է նույն հիմարությունը անել։ Ինչ է դա փոխում։ Ինչ է դա փոխում։ Եկեք ոչ թե հայրենիքը սիրենք հանուն ձևական ցուցադրական ինչ որ ակցիաների, որոնք շոյում են մեր մեջ նստած, չգիտեմ, չեմ ուզում որակել այլ այդ հայրենիքը իսկապես զգանք, պարզապես զգանք, եթե դու սկսում ես քո հայրենիքը զգալ, եթե դու զգում ես, որ դու քո հայրենիքի անհրաժեշտությունն ես, դու հասկանում ես, որ քո մեջ բարձրանում է այդ հայրենիքին տեր լինելու գիտակցությունը, տիրոջ գիտակցությունը, իսկ տերը երբեք նման, ինչ ասեմ, անհեռատես, վտանգավոր քայլեր չի անի, տերը կմտածի պաշտպանել իր հայրենիքը, կառուցել իր հայրենիքը, զարգացնել իր հայրենիքը, եւ այդ պաշտպանել, կառուցել, զարգացնել երեք հայտնիով հավասարման մեջ ինչ դեր ունի Թուրքիան, փորձենք այդ հարցը լուծել, Թուրքիան մեր հարևանն է, Թուրքիան հայտնի ժամանակներից փակել է մեր սահմանը, Թուրքիան հայտնի պայմաններ է դնում սահմանը բացելու, հիմա կարող է մենք դիվանագիտական ճանապարհով հասնել նրան, որ Թուրքիան ոչ թե իր հայ թուրքական հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրի շահով, երրորդ երկրի թելադրանքով, այս սոսկ Հայաստան Թուրքիա հարաբերությունների տրամաբանությունից ելնելով։ Ես կարծում եմ, որ կարող ենք, բայց դրա համար միմիայն մեր այդ հորդորները կամ մեր առաջարկները քիչ են, դրա համար պետք է լինի միջազգային հանրության ճնշումը։ Դրա համար պետք է աշխատի նույն Դոնալդ Տրամպի վարչակարգը։ Դրա համար պետք է աշխատի Եվրամիությունը, առավելևս հիմա, ելնելով Թուրքիայի տնտեսական վիճակից, ելնելով լիրայի անկումից, ելնելով Թուրքիայում ծավալվող շարժումներից,
Շարժումներ, որոնք գուցե նաև ցնցեն Ռեջեփ Թայիփ Էրդողանի աթոռը, ինչու ոչ։ Գեք հարափոփող են քաղաքականությունը, բայց քաղաքականության մեջ, որպեսզի դու կարողանաս հաջողության հասնել, քո մտածողությունը պետք է թևեր ունենա։ Դու պետք է անդադ ոտքերի տակ չնայես, այսինքն թևեր ունենաս, նայես հեռանկարը ինչ է հնարավոր եւ պետք է ճկուն լինես։ Օրինակ ես շատ շնորհակալ եմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շնորհակալ եմ, ասեմ ինչու։ Այսօր այլևս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանցքը չի անցնում Կրեմլով։ Հայաստանը հարաբերվում է կոնկրետ Անկարայի հետ։ Կոնկրետ Երևան-Անկարա հաղորդակցություն կա։ Դուր է գալիս դա ռուսներին, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Եվ այդ ոչի արտահայտությունը գիտեք որն է, պարբերաբար հայտարարում են, մենք պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը մասնակցել։ Մենք ողջունում ենք եւ այլ, գնացեք գրողի ծոցը։ Ձեր ամբողջ քաղաքականությունն է եղել Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, որ թույլ չտաք հայ-թուրքական հարաբերությունների որևէ կարգավորում, որևէ շարժում։ Այո, որպեսզի հանկարծ ու հանկարծ հայ-թուրքական սահմանը չբացվի, որպեսզի Գյումրիի ձեր այդ ռազմաբազան, որտեղ պերմյակովներ եք բուծել, իմաստ ունենա։ Այո, նպատակ ունենա, որպեսզի հանկարծ Հայաստանի Հանրապետությունում չգա երբևէ այնպիսի իշխանություն, որ ասի այս ռազմաբազան կներեք, բայց ում է պետք։ Ում է պաշտպանում, ումից է պաշտպանում։ Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները միմիայն Հայաստանի Թուրքիայի խնդիրը չեն։ Եվ Թուրքիայի նախագահը հենց այս պահին են պատրաստ կլինի շատ հանգիստ նայել իր կրծեր եղբորը ու ասել իր համ դու սխալ ես ու գնալ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների, գնալ սահմանի բացման, եթե արևմուտքի հետ իր առևտրում ստանա իր ցանկացած գինը։ Մենք Դոնալդ Տրամփին ենք ասում առևտրական, ասում ենք, չէ՞։ Ամեն ինչ վերածել է առևտրի։ Բայց եկեք հիշենք, որ Էրդողանը շատ ավելի հին, շատ ավելի փորձված, շատ ավելի կոփված առևտրական է այդ առումով։ Այնպես որ ամեն ինչ, էլ եմ ասում, փոփոխվում է, ամեն ինչ զարգանում է։ Մենք պարզապես պիտի կարողանանք ճկուն լինել։ Եվ ամենակարևորը ճկուն լինելուց զատ, մենք մեր առաջ պիտի ունենանք ծրագիր։ Ինչ ենք մենք ուզում, ոնց ենք ուզում, ոնց ենք հասնում մեր ուզածին։ Այդ ծրագրի առկայության պարագայում, թե հայ-ռուսական, թե հայ-թուրքական, թե հայ-իրանական բոլոր հարաբերությունները կարող են միմյանց ոչ թե խանգարել, այլ լրացնել։ Եվ ոչ միայն լրացնել, այլև համաժամանակյա զարգանալ։ Դե մենք ֆանտաստիկ շատ ժամանակ ենք կորցրել։ Ֆանտաստիկ։ Իսկ ժամանակը այն արժեքն է, որևէ ձևով հնարավոր չի վերականգնել, վերադարձնել։ Վաղը երբեք չես անի ինչ որ պիտի անեիր այսօր, վաղը կամ ես վաղվա գործը։ Ես կարծում եմ, որ մեզ համար գերկարևոր է այլևս մեկ վայրկյան իսկ չկորցնել եւ Հայաստանի զարգացումը ունենալ բոլոր կարգի ներքին, արտաքին, անձնական, հասարակական, քաղաքական, չգիտեմ, ինչ հնարավոր է այստեղ դուք մտավի շարեք այդ ամեն ինչի առանցքում։ Հայաստան, հայ։ Անչափ շնորհակալ եմ անգեղծ էր մեր զրույցը իսկապես մեր ագնտիրներն հիշեցնեմ, որ հյուրս տաղավարն էր Անահիտ Աթամյանն էր, խոսեցանք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, նաև պայմանավորված այդ բոլորը գաբեցինք Մոսկվայի եւ Անկարայի երկու կարևոր մայրաքաղաքներու շուրջ եւ մեջ տեղի ունեցող գործընթացներուն հետ։ Եվ հորդորս դարազեցեք մեր դեսանյութերը, մեկնաբանություն մտողեցեք, լայք մսեղմեցեք, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը։ Բարին ընծես։